Չնայած Հայազգային կոնգրեսը նախօրեին հայտարարել էր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4x4x4 ձևաչափով քննարկումները արգախելու մասին ելնելով սահմանային լարված իրավիճակից, այսօր սակայն մասնակցում էր կազմակերպված քննարկմանը։ Հայազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց, հավաքվել է շատ լավ թիմ քննարկումներն արդյունավետ անցկացնելու համար, հավելելով, որ քննարկումներին մասնակցող բոլոր կողմերը, հատկապես քաղաքական ընդդիմության ու հասարակական սեկտորի ներկայացուցիչները պետք է միմյանց միջև հասկանան, որոնք են այն առաջնային կետերը, որոնց դեպքում իշխանությունը պետք է միանշանակ փոխզիջման գնա։ Շատ դժվար է իշխանությունների համար իսկապես դեն գնալ այն առաջարկներին, որոնք ընդամենը մտահոգություններ են, ընդամենը առաջարկներ են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը հանդարտեցնելու, քաղաքացիների հասարակության վստահություն իշխանությունների նկատմամբ եւ ընտրական մեխանիզմների նկատմամբ բարելավելու համար։ Այսքանը ես կարծում եմ սա Կերիդի մեր շարունակությունը համատեղ միասնական իրար հանդիպելով, իրար ընդունելով, իրար լսելով պայքարել, որպեսզի մենք իշխանություններից կարողանանք կորզել, իրենց բերել հանդուրժողականության եւ կոմպրոմիսի դաշտ, ստանալ լավագույն օրենք։ Մենք դա կարող ենք անել։ Հայազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նկատում է, եթե քննարկումների ընթացքում կոնսենսուս չլինի իշխանության հետ, դա իր հերթին ծանր հետևանքներ կունենա հենց իշխանության համար։ Կոնսենսուսի բացակայության դեպքում միջազգային կազմակերպությունները չեն ֆինանսավորի ընտրական գործընթացները։ Սա շատ իրատեսական մոտեցում է, ինչը չի նշանակում, որ ես վստահ եմ, որ մենք կոնսենսուսի կհանգենք, բայց եթե անգամ չհանգենք, դա էլ իշխանության համար կոնկրետ ունենալու է շատ ծանր գին։ Սա էլ է արդյունք։ Եվ ուրեմն առանց 100%-անոց վստահության, որ մենք այս կոնկրետ գործում հաղթելու ենք, հասնելու ենք մեր բաղձալի արդյունքի, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ այս process-ում ինչ որ արդեն ձեռք ենք բերել համախմբվածության առումով, արդեն մեծ նվաճում է, իսկ միգուցե ոչ թե որպես հրաշք, այլ որպես իրատեսական գործընթացի ավարտ, մենք կարողանանք մի բան էլ ավելին ձեռք բերենք։ Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության իրավաբան Տիգրան Եգորյանը նկատում է, կա երկու կետ, որոնց դեպքում իշխանությունը փոխզիջման չի գնում եւ ինչի մասին արդեն բազմիցս հայտարարվել է։ Դրանք են ընտրացուցակների հրապարակումն ու մաքրումը։ Ստորագրած ցուցակները դրանք այն վերջին դարպասն են, որոնցից այն կողմ մենք կմոտենանք կրկնակի քվեարկությունների եւ հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն քվեարկությունների բացառմանը կամ դրա դեմ արդյունավետ պայքարին։ Սա վերջի դարպասն է, սա միակ միջոցն է, որով երաշխավորվում են այդ կեղծիք կատարող անձիկ։ Կառավարության ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն իր խոսքում կրկին անդրադարձավ իշխանության կոնտր առաջարկներին, մասնակիցներին համոզելով, որ իրենք կողմ են ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացմանը։ Տեսախցիկներ միասնական փաստաթղթով քվեարկություն, այս կետերի կատարման հետ իշխանությունն համաձայն է, սակայն ասում է, դրանք հնարավոր է կատարել համապատասխան ֆինանսավորման դեպքում, որն ի դեպ պետք է հայթայթեն ընդդիմության եւ քաղաքասարակության ներկայացուցիչները։ Անդրադառնալով մատնահետքերի թանակոթմանը իշխանության ներկայացուցիչը մեջ բերեց միջազգային օրինակները, որոնց դեպքում արդյունավետությունը ոչ այնքան բարձր է եղել։ Երկու հիմնական տարատեսակ կա։ Տարատեսակ առաջին, երբ այն անձը, ով մասնակցում է ընտրություններին, նրա մատի վրա է թանակ անցկացվում, տեսանելի թանակ, բազմաթիվ երկրներում փորձարկումներից հետո անգել են այն եզրակացության, որ այդ թանակը պետք է անցկացվի եղունգի հիմքի մոտ, հակառակ պարագայում այնուամենայնիվ մաքրման գործընթացները ցավոք սրտի գործում են։ Հատկապես տարածված այդ մոտեցումը Հնդկաստանում եւ քիչ է տարածված այն երկրներում, որտեղ կանայք հարդարում են իրենց եղունգները, ավելին շատ հաճախ հայտնի է, որ մարդիկ, եթե տեսանելի թանակ է անցկացում իրենց մատերի վրա, հրաժարվում են այդ գործընթացից, ընդհանրապես մասնակցելուց քվեարկությանը։ Այսօր եւս 4x4 քննարկումներից հետո չկայացավ սպասված կոնսենսուսը ընդդիմության, քաղաքասարակության եւ իշխանության միջև, սակայն կողմերը պատրաստակամ են շարունակել այս ձևաչափով քննարկումները, հույս ունենալով հասնել որևէ փոխզիջման իշխանության կողմից։ Արթուր Հովհաննիսյան, Մարատ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։